Հավելումը նրա մեր երեկվա միջոցառման, որտեղ որ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին իրենց անհամաձայնությունը հայտնելու այն քաղաքականությանը, որը վարվում է այսօր եկեղեցու դեմ։ Տարիներ շարունակ 2015-ից 16-18 թվականներին եկեղեցու սպասավորները եղել են տարբեր տեսակի հանրահավաքներին եւ այլն, եւ նրանք եղել են պատնեշ ոստիկանության եւ ժողովրդի միջև առաջին հարվածը իրենց վրա վերցնելով։ Այժմ մեր հերթն է ժողովրդի հերթն է պաշտպան գալու եկեղեցուն, այժմ մեր հերթն է լինելու այն պատնեշը, որը որ ուժայինների եւ եկեղեցու միջև պաշտպանելու մեր եկեղեցին, սա մեր ամեն մեկիս խղճի պարտականությունն է եւ ինչպես որ երեք, այնպես էլ այսօր բոլորը այստեղ եկել են բացառապես իրենց խղճի ձայնը լսելով, որովհետեւ հետագայում մենք մեր երեխաների աչքերին նայելու ուժ պետք է կարողանան գտնել դա անելու։ Հետևաբար այսօրվա այս սիմվոլիկ հավաքը, որը որ շատ այսպես սիրուն ձևով կազմակերպվել է ճիշտ է մեր ձևով շարժման կողմից, բայց դա ժողովրդից ակնկալվող է եղել, առավել եւս հաշվի առնելով վերջին շրջանի իրադարձությունները, ժողովուրդը կարծես թե սպասում էր նման մի միջոցառման, որպեսզի իր անհամաձայնությունը հայտնի այն ամենի հետ, ինչ որ կատարվում է։ Այնպես որ շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր որ եկել են, մեր բոլորիս միասնական աղոթքը հղելու առ Աստված, որ Հայաստանը լինի բարեկեցիկ, անվտանգ եւ ապահով բոլոր հայերի համար։